Մենք նորից եթերում ենք, էլի բաղձես մեր կիսատ թողած խոսակցությունը շարունակում ենք եւ մենք հասել ենք մեր շատ հետաքրքիր թեմայի, կարևոր թեմայի, շատ կարևոր թեմայի, որը ազգաբնակչության մասին է թեման, ազգաբնակչության սա ուրեմն ամենաառաջին հարստությունը ինչպես ասացինք, սա ժողովուրդն է, բնակչությունը, մարդիկ է, մարդը եւ հատկապես որակով մարդ, կարող մարդ, առողջ մարդը, որը շատանում է եւ Հայաստանում այսպես ստացվում է, որ վերջին ժամանակահատվածում այդ հարստությունից պակասում է փոխանակ ավելանա, ծնելիությունը ցածր է, միգրացիան դեպի արտասահման բարձր է եւ արդյունքում իսկ հակառակը պետք է լիներ, հատկապես մեր տարածաշրջանում մենք պետք է այսպես շատանանք։ Սա կապված է իհարկե եւ տնտեսական եւ սոցիալական վիճակների հետ, այլ վիճակների հետ, որտեղ նաեւ քաղաքական որոշման հետ, այսինքն եթե կառավարող կողմը, կառավարողը կարողանում է որոշում է այդպիսի ուղղություն մտցնել որոշակի առումով նորից ծնելիությունը մեծանում է, միգրացիան քչանում, բայց այսօր մենք ունենք ինչ որ ունենք սա, որ միգրացիայի համար ոչ մեկ մեղավոր չի, այսինքն չես կարող մեղադրել, չգիտես ինչի համար է կառավարության անդամները, նստած եթե ոչ միգրացիան սահմանափակելու, լավ տնտեսություն ստեղծելու, ծնելիությունը բարձրացնելու համար, չգիտենք ինչի համար, հնարավոր է լրիվ ուրիշ բանի համար է նրանք այսօր իշխանության, միգրացիան բնական երևույթ է, որը որ չես կարող մարդկանց մեղադրես, կատարվում է ցանկացած երկրում այդ միգրացիան կատարվում է եւ մարդը շատ անգամ գնում է որպեսզի խնդիրները լուծի նաեւ առաջին հերթին երկրին դրա համար որոշում է ընդունելու ծնելիությունն էլ է բնական երևույթ մարդը չի կարող անընդհատ երեխա ունենալ երբ չի կարողանում նրանց պահի ինքը արդեն խնդրի առաջ է նույնպես եւ տեսեք այսօրվա դրությամբ առաջին կարևոր բանը որ մենք ունենք հարստությունը դա միակ ու ամենաուժեղ հարստությունը մարդկային առողջ ուժեղ ռեսուրսներն են եւ հանկարծ դրանց վրա այսպես ասած վտանգ կա այդ ռեսուրսները մենք կորցնում ենք արդեն 20 տարի Հայաստանը բնակչությունը պակասում է ծնելիությունը քչանում է եւ դրա մասին ցավոք սրտի շատ քիչ են խոսում հեռուստատեսությամբ, որ ամենակարևոր հարցն է ցավել։ Բայց հիմա ոնց անենք, որ բաներ փոխվի, չէ՞ որ մեզ պետք է գիտելիք ունեցող առողջ լավ հասարակություն, բայց մենք ասացինք այսօր գիտելիքը սահմանափակ, առողջության մասին էլ դեռ չգիտենք, դա պետք է պարզաբանել նաև ինչ վիճակում այսօր մեր էկոլոգիան, սա խոսալ պարոն կհրավիրենք եթե հնարավորություն ունի որտեղ դրանից լավ չի կոչում եք թե ինչ վիճակում են այսօր թողում մեր էկոլոգիան եւ ինչի համար մարդիկ շատ ավելի հաճախ են հիվանդանում քան առաջ էր էլ չեմ ասում մնացած բոլոր խնդիրները դրա հետ համատեղ պատերազմում մենք հաղթում ենք սակայն ընդհանուր առմամբ մենք պարտվում ենք եթե այսպես շարունակվի հնարավոր է մարդ չմնա այսպես ասենք Ադրբեջանի կամ Թուրքիայի պատերազմելու կարիք չլինի դա նստած են դատարկում են Հայաստանը ոնց անենք որ սա հասկանանք ոնց անենք որ հակառակ process-ը կատարվի չեն կարող չէ մենք մեղադրում ենք մենակ մարդկանց չենք մեղադրում հոկյան մանի խնդիրը մանս ձևակերպում էլի բայց մեր զրույցը մեղադրանք չի իրավիճակի պարզաբանում եւ ճանաչում շատ կարևոր է խնդիրը ասեմ ընդհանրացած եմ ասում նստած մեղադրում ենք որ տեսեք այս մարդիկ գնում են տեսեք սա սենց է բա ոնց անենք էդի հո մարդը հատուկ չի գնում որ վնաս տա երկրի մարդը գնում է ինչի է գնում հայը եթե տնից դուրս եկավ Դեմիրճյանը դերենի հրաշալի ձևակերպում ունի ասում է եթե իր տանն է իր տունը իր ամրոցն է եւ աշխարհի ամենահզոր
պաշտպանում է ինքը մինչև արյան վերջին կաթիլը հայը կպաշտպանի բավական հայը իր տնից դուրս եկավ դառնում աշխարհի ամենախեղճուկ կրակը շատ հետաքրքիր խնդիր էլ կա ինքը դուրս է գալիս որպեսզի էլի դա տունը պահի ինքը գնում է դուրս փող է աշխատում այդ փողը ուղարկում է Հայաստան հասկացա բայց արդեն էլ ինքը չի այսինքն այդ հոգեբանական առանձնահատկություն ունենք հայերս որ քո տունը քո ամրոցն է այս գաղափարը շատ խոր է բայց այդ տունը ճիշտ է ասում ինքը Հայաստանում է այսպես քննարկում է չէ այնը ստացա այդ տունը չի կարող պահի դες վիճակը հիմա չէ լրիվ հասկանում եմ հիմա երբ որ այդ ամրոցում իրեն շրջափակել են պաշարման են ենթարկել ինչ կերպ միշտ ոսոխը արելա չէ մեր ազգին պաշարել են Սովամահության առաջ էինք ստիված այդ դարպասները բացում է եւ թողում գնում է մարդը այսինքն սա այն կրիտիկական զանգվածն է կրիտիկական իրավիճակն է որից են կողմ արդեն այդ հայրենիք եւ այլ այդ արժեքները դադարում են գործել այսինքն եթե ազգային պետության ընկալումը չկա մարդու կողմից նաեւ վստահությունը որ այդ ազգային պետությունը ունի ինքը Երբ որ մարդու առաջ հավասարապես չի խաղի կանոնները անարդար է հարաբերությունները մեկ օրինակ արդեն շարքից անում հասարակական հարաբերությունները այս Ստալինի մասին անցյալ օրը ֆիլմ էի նայում իր տղան որ գերի էր ընկել այ պետական մտածողության այդ կլասիկան որ շարքայինին բանին կապիտանին գեներալի հետ ինքը չի փոխանակի ասենք թե իր զավակն է իր որդին է բայց պետականության շատ դաժան բայց շատ ռեալ օրինակ է դա էլի հետո այդ նկարագրած այդ քառակուսի սև մեքենաներ ջիպեր հատուկ մեքենաներ բան Ստալինի գնահատականներից մեկն է սա որ Այն մի հատ բան շինել ուներ, չէ՞։ Հեղափոխական։ Այդ շինելով եկավ, այդ շինելով էլ գնաց։ Դա ամբողջ ունեցվածքը մի հատ պարադնիկ ասում, այդ կասումն է։ Այսինքն շատ դասական օրինակ է, շատ։ Կամ ասենք Դավիթ Բեն-Գուրիոնի պատմությունը, բանը կենսագրությունից։ Երբ որ բաներ երկրաշարժ էր, ինքը փողոցում վրաների մեջ կանոջ հետ քնում էր բոլորի նման։ Բայց դա պետք է տեսեք, սա մի հատ պետական գործի չէ, որը հասել է այդ մակարդակի բանը։ Հիմա ինչպես անենք այս մեր Հովիճան, մեր գործիչները բան իրենք այնպիսի մի մեղք են գործում հիմա իրենց մոտ այդ գիտակցումը չկա, որ իրենց արածը ավերում է ընդհանրապես հայոց տունը, որ իրենք Աստծո առաջ պատասխան են տալիս, մեր գենի առաջ պատասխանատու են, մեծագույն դավաճանություն է կատարվում։ Ինչի, օրինակ իրենց մոտ սենց մտածողություն կա, որ հիմա մենք չլինենք ով էլ գա անելու այն ինչ որ մենք ենք անում, նայում ինչ պարադոքս է։ Եվ որ հիմա ես ու դու զրուցում ենք շատ կարևոր բաների մասին, որ ազգային պետություն կառուցելու մասին է խոսքը, որ քաղաքացին հայը, որ չէ պետության քաղաքացի մեծան, այլ ազգային պետության քաղաքացի մեծան։ Ազգային պետության քաղաքացի ինքը այնտեղ նստած տեսնում է ինչա կատարվում, տեսնում է որ երկը հետևյալն է, Հովիճը։ Այդ սխալների ուղումը, եթե մենք բանականորեն չենք կարող կատարենք, դա անում է թուրքը։ Եղեռնի տեսքով։ Եվ ես մտածում եմ, որ նաև կապ կա այս հարյուրամյակի սպասելի։ Դրանք երկու հատ թուրք դնենք այդ բանի հանրապետական կուսակցության մեջ։ Բանի, եթե իրենց գիտակցությունը չբավարարի, չհասկանա, անխոս գնացել ենք կործանման եւ գնում ենք կործանման, ասենք ես։ Ամենամեծ կործանումը սկսում է
մարդը մարդուն եւ սկսում է չհավատա, անվստահություն է։ Դա արդեն կործանում է, Հովիկ ջան, հայի համար։ Այլ ազգերի մոտ կարող է այլ այդ ամեն ինչ։ Մեր համար բավական է Սամվելը Հովիկին չհավատած, վերջանում է այդ կյանքը։ Իսկ հայի համար այդ հավատալը մեծագույն կարևորում ունի, մեծագույն։ Բայց ում հավատում, ինձ է խնդիրը։ Իր եղբորը չի հավատում, բայց գնացել ուրիշին հավատում է, որովհետև հնարավոր է եղբորը խաբում է իրանից, ուրիշին հավատում է միամիտ, գնացել է ռուսին հավատում է, ամերիկացուն հավատում է, ով գալիս է հավատում է իրան։ Բայց ներսում չի հավատում, որովհետև չի կարողանում հավատալ։ Որովհետև որակյալ բան չի առաջարկվել։ Հիմա ես ինչ եմ ընդհանրապես առաջարկում, Բեր ինչ որ մի լսարան այս քննարկումների համար գաղափարներ եւ այլն մի լսարան սարքենք հաղորդաշարով Հովիկ, որ վերլուծելով այս ամբողջը դնենք ծրագրային մի փաթեթ պատրաստենք եւ ներկայացվի եւ լսարանին եւ իշխանավորներին, որտեղ եթե սա քո ձեր խելքի բանը չի, ապա բանի արդեն մենք էլ ձեր հետ չենք։ Էստուվա բանի այսինքն այս բանը սա բեր ձեռնարկենք տա շահագրգիռ մարդկանց կոնֆերենսը ռեժիմով սկսենք քննարկել չնայած ասում եմ մի հարց մենք ովքեր ցանկություն գիտեք ինչ ցանկություն հայտնել են շատերը շուտով մենք կապի մեջ կլինենք որպեսզի մասնակցել եւ շատերի հետ կապի մեջ եմ ուղղակի մեր մոտ այսպես ասած օգոստոսյան ռեժիմը բավականին դանդաղ մենք ովքեր կուզենան կմասնակցեն եւ կան շուտով այսպես կհրավիրենք մեր ունկնդիրներին եւ մասնակցողներին որը մեր մոտ մասնակից ունկնդիրներն այլ մասնակից են այս հարցերը իրար հետ խոսելու քննարկելու ռեալիզացնելու որովհետեւ փաստորեն այսօր տալիս է մեզ հնարավորություն այսօրվա տեխնիկան մեր ինտերնետի շնորհիվ որպեսզի մենք դա կարողանանք տարբեր երկրներից աշխարհի տարբեր ծայրերից անել եւ այսօր արդեն 5 տարի գիտեք ավելի քան 5 տարի արդեն անում է հենց այս մոդելով հիմա եկի անպայման մենք քննարկենք, բայց եկեք հələ մի հատ այս հարցը տեսնենք ոնց ենք անում, որ այդ մեր արգաբնակցության այդ միջանկյալ առաջարկ էր Հովիկ ջան, ուղղակի իհարկե անպայման այս առաջարկը անպայման հիմա Հովիկ ջան, հիմա նայ մենք նախ բոլշևիզմի ժառանգել ենք ինչ մարդապաշտություն այսինքն այդ Պալիվ բյուրոյին այդ մեխանիզմը վերտիկալ ուղղված իշխանական բանը մեզ սովորեցրել է իշխանապաշտություն եւ մարդապաշտություն այսինքն մարդապաշտությունը չէ ոչ թե մարդու նկատմամբ հարգանք չկա անձի ինչ որ անձի հետևից անունը տաս ասես մարդապաշտությունը մեծագույն կա այո նկարել եմ մսեց եւ իշխանավորը ընտրում է իրեն ենթակա միայն իշխանապաշտ մարդապաշտ տեսակի այսինքն այն նույն սովետ միությունը մի քիչ խեղված կամ տեղայնացած շարունակվում է որովհետեւ ոչ թե կառավարման այդ միակ մեխանիզմը գիտեն սովետ միության հետ գիտեք որ շրջանն է ասում Վերջին ժամանակահատվածը, որտեղ որ սա գնում էին հատկապես հիմիկվա մեր իշխան կոմսոմոլ բան, կոմսոմոլ են գրում, ծանոթ ունենայր, գնայր այդ քեֆերի ժամանակ գովայր, այսպես բաներ անել, որ ինքը քեզի ասել մեծ նախագահ բան, ասես բան կոմսոմոլի, ինքը քեզի առաջ տաներ, որ ունդեղից օգուտներ ունենար։ Հիմա նույն տրամաբանությամբ, նույն սերունդը շարունակում է աշխատել, նայում ես այո Հանրապետական կուսակցության ժողով, ոնց է կոմսոմոլի ժողովը լինի։ Նույնը, նայում ես իրենց մոտեցումը, կոմսոմոլն է, պրոստը ուղղակի այն տարբերությամբ, որ իրանք արդեն դուրս են, այդ կոմսոմոլի մակարդակներ չունեն, դա շատ ցած է։ Այդ անունը չկա, վերահսկումը չկա։
ուղղակի ռեֆլեքսորեն են էլի դրանք անում։ Այսինքն հիմա երբ որ Հովիկ ջան ասում եմ առաջնորդելու խնդիր կա, այս լուրջ ազգահայը եւ ամբողջ մարդկության համար արժեք է ինքը, եւ եթե հայերս հիմա չկարողացանք բան փոխել աշխարհակաղակական ընթացքի մեջ, արյան մեծ արյուն հոսելու նորից հիմա արդեն չհայտարարված համաշխարհային պատերազմ է, ինչի մասին է խոսքը, արդեն լրացության դա այսինքն ստեղծիչների ոնց է այսինքն խնդիրը սա է, որ բանի երբ որ մենք տնտեսական դաշտում ենք, նյութի դաշտում ենք արժեք ներկայացնում, մեզ արժեք են ներկայացնում, որպես ինչ ունի այս ազգը, չէ՞ հայը։ Մենք ասում ենք նավթ չունենք, այս չունենք, այն չունենք, իրենք էլ ասում են սա մեզ բանի պետք չի։ Բայց ոչ մի երկիր հզոր չի, ինչի Հովիկ նավթ ունեցող ոչ մի երկիր ինքը շատ քիչ երկրներ կա, նավթի վրա ոչ բան չես կառուցում, անունչա, որ երջանկություն երկրները չեն կառուցում, հələ նայեք այդ նավթի երկրները։ Ես օրինակ բերեցի, Հովիկ ջան, ասենք պայմանական նավթ ասեցի, ասենք որից է նյութական արժեք, որ մարդկությանը պետք է, բայց այն որ հոգևոր ասեմ, հասարակագիտական ասեմ, ասենք կենսակերպի, ապրելու կերպի, տեսակի, այն ասված մարդ անհատ, որ ամենամեծ կապիտալն է հայի, դա որպես արժեք, մենք չենք կարողանում նախ ներսում գնահատել, ներսում, եւ որ հայ իշխանավորը հային ստրկացրած կամազրկած պահում է, դու չես կարող աշխարհին ներկայացնել, որ ես կատարյալ հասարակություն եմ։ Այդ կենսակերպից խոսանք, այլ որ ասում եք ես կներեք, մեկ ձեզ միջամտում եմ, բայց պետք է որպեսզի մենք կարողանանք, կենսակերպից հիմա խոսանք, շատ կարևոր բան ասացիք, հոգևոր գիտելիք, հոգևոր կենսակերպ, բայց սա գալիս է նաև կենսակերպից, մեզ պետք չի ոչ նավթ, ոչ մի հանածոներ, ոչ մի երկրներ կան, որոնք հատկապես տեսեք նայեք են երկրները ամենաուժեղ զարգացած, իրանք ոչինչ չունեն, իրանք ունեն կազմակերպված տնտեսություն արտադրություն, բայց դա գալիս է իրանց ինքնակազմակերպումից բոլոր առումներով։ Եվ հիմա որ նայում ենք, այդ ճիշտ եք ասում։ Հիմա ազգաբնակչության խնդրի վրա գանք եւ կենսակերպին, աբիտուսին գանք, ինչպես է ապրում ազգաբնակչությունը։ Երեխան 10 տարեկան, 14, 18, ինչպես պետք է ապրել եւ ինչպես է ապրում։ Դուք նայեք ձեր շրջապատը, արդյոք ինքը լիարժեք ճիշտ ձևի կենսակերպ է վարում։ Եթե տեսնում եք, որ ինքը լիարժեք ճիշտ ձևի կենսակերպ չի վարում, սա կառավարման համակարգն է, բանի կրթության բան եւ այլն դրանց, նշանակում է ուրեմն արդեն հենց այդտեղից է հարվածը հասցրած։ Եթե նա բոլոր միած, եթե սպորտով չի զբաղվում, 20 տարեկան, 25, 30, 40 տարեկան նույնիսկ ռեգուլյար, եթե դպրոցում ոչինչ չի սովորում, գնում է գալիս է ուղղակի, պպզած է այդ քարի վրա, օքեյ, բան չեն անում, վերջերս հայտնվել է, չէ, 90-ականներին թքում են ու կուտ են ուտում, ինչպես ասում են մեր, այս վիճակ է իրանք մեղավոր չեն, դա նշանակում է, ուրեմն հասել են, որտեղ դա արդեն իրանից ներկայացնում է հիվանդ, ոչ առողջ, ոչ մտածող, ոչ առողջ հոգեբանություն ունեցող հասարակություն, որը երբ որ գալու է խնդիրը, ինքը չի կարողանալու, որտեղ ի վիճակի չի, ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես, ոչ ուղեղով այդ հարցը լուծելու, իրանից սարքում են իներտ հասարակություն, կաստրացնում են, կաստրացիայի են ենթարկում այդ աղմով։ Ուրեմն ստացվում է, որ մեր առաջին քայլը հենց այդ պետք է լինի, բայց նայեք հիմա այսօրվա դրությամբ, արդյոք Հայաստանում բոլորը առողջ ապրելակերպով են ապրում, արդյոք Հայաստանում բոլորը ստանում են անհրաժեշտ ինֆորմացիա, կրթություն, ոչ թե ուզում են, ցանկություն կա, գնում են դեպի դրան, բայց դա հասանելի է, բավարար հասանելի է բոլորին, հասանելի չի, հասանելի է առողջությունը բոլորին, հասանելի չի, հասանելի է ինֆորմացիան, հասանելի չի, բա ոնց եք ուզում, որ հանկարծ ազգաբնակչությունը շատանա, առողջ բան ունենաք, հասարակություն ունենաք։
Ոնց անենք բա։ Այս հարցը անպայման պետք է տանք ոնց անենք։ Ուրեմն անպայման մարդ տեսակի փոփոխություն պետք է կատարվի։ Այն մարդիկ, ովքեր որ տանող ուժ են, իրենք պարզապես բանի ակամա մեղք են գործում, չպատկերացնելով ինչ են անում, պատերազմի ժամանակ պատերազմից հետո այն մարդիկ, այն տղամարդիկ, որոնց իրենց կնգացոցից դուրս չեկան, որպես այդ գնացող տղաներին կամ պետք է ընդունեին, կամ պետք է մերժեին, սկսեցին մերժել, համարելով արկածախնդիր, անկատար, չգիտեմ ինչ, սկսվեց փոշիացնել մեր իսկ կողմից, հալա դրսի ազդակները կողք են դնում, որ այսինքն ինչ որ թշնամին պետք է աներ, իրենք էին անում, որպեսզի իրենց գաղ գոյությունը արդարացնեն, հասկանում ես ինձ։ Ճիշտ է, Սամվել, ես նորից կհեմ քեզ, դուք ձեր խոսքի վրա ձեզ ասեմ։ Տեսել եք Գերմանիան, տեսակ, աշխարհի առաջնությունը, որ հաղթեցին։ Okay? Հաղթեցին ֆուտբոլում, բոլորը գիտեն, որ ոչ թե իրանք շատ գեղեցիկ ֆուտբոլ Բրազիլիայի նման ուրիշ երկրներում ֆուտբոլը խաղալու համար են հաղթել, այլ գերկազմակերպվածության եւ դրա պատճառով են հաղթել եւ ոչ միայն ֆուտբոլում, տնտեսության մեջ բոլոր առումներով։ Հիմա հարցը ցածր։ Այսինքն խմբային մտածողությունն է, էլի։ Այո, ոմանք կարծում են, ոմանք սխալմամբ կարծում են, որ դա ինչ-որ հիտլերյան բան է, դա սխալ է։ Իրականում գերմանացիները եղել են շատ ավելի առաջ, շատ անկազմակերպ, փնթի ժողովուրդ։ Իրանց բերել են դրան, իրանց բերել են տես կազմակերպվածության եւ ով է դրա, որովհետեւ իրար ազգերը ցեղեր են եղել իրանք։ Ցեղեր ֆեդերատիվ հանրապետությունն է, մի մոռացեք, Գերմանիան մի երկիր չի եղել։ Գերմանոխոս ցեղեր են եղել։ Ընդամենը 150 տարի առաջ, 200 տարի առաջ։ Եվ Բիսմարկը ասում է, մինչև այս խոզերին ես մարդ դարձնեմ, կմեռնեմ չեմ տենա։ Այդ մարդը գրել է Բիսմարկը։ Եվ ինքը կարողացել է ոչ միայն միացնի, դարձնի, ամբողջը Բիսմարկից է գալիս։ Որ կապ չունի, դրանք անցողիկ, դրանք առիթից օգտվել են։ Հիտլերը օգտվել է, ոչ թե սարքել է, գերմանացիները արդեն այդ տեսակ են, իրանք 1930-ական թվականներին իրանք արդեն այդ տեսակին էին։ Եվ Բիսմարկը այդ ժամանակահատվածում եւ նախադրյալների հիման վրա սարքել է պետությունը ժողովրդին այդ տեսակի։ Դա համար Բիսմարկը միշտ մնում է ամբողջ գերմանական պատմության մեջ առաջին մարդը, որովհետեւ պետությունը ինչ տեսնում եք սա, բայց սա այս խնդիրը ուրիշ հարց։ Հիմա մենք տեսանք ոնց է կազմակերպված, գերկազմակերպված պետությունը դառնում առաջատար։ Գերմանիայի դեմ ոչ մեկ չի ուզում գնա կռվի, ոչ մեկ չի ուզում, գիտեք ինչի համար, ոչ տնտեսական ոչ բան, որովհետեւ տեսնում են, եթե Հայաստանը այսպես այդ տեսակի պատրաստ վիճակում լինի, հենց ժողովրդի ազգաբնակության ֆիզիկական, հոգեբանական, հոգեվոր վիճակը ոչ մեկ չի ուզենա պատերազմ անի Հայաստանի դեմ, բայց նայում են տենում են ինչ վիճակը, ասում են գնանք մի երկու հատ խփենք գանք, էլի, տենում եք փնթի իրար չեն կարում խառնվել են իրար մեջ, այդ սև մաշնեկով չգիտեն ով է։ Սա է խնդիրը։ Բավական է տենց պայլ ոչ մեկ չի գա քո վրա, որովհետև կվախենան նայելով, ասեն այլ մարդ տեսնանց դեմ գնանք, մեզ կուտեն հումում, բայց իրանք կասկածներ ունեն։ Համամիտ եմ, Հովիկ ջան, բայց ամեն դեպքում դա մեր այս վիճակի իրենց կասկած չկասկածել մեր իրականության մեջ բան չի փոխում։ Չէ, փոխվում է, գիտեք ինչա փոխվում։ Փոխվում է այն, որ այդ դեպքում մահեր չեն ելնի սահմանի վրա, այդ դեպքում մեր մոտ ազգաբնակությունը չի հեռանա երկրից, ավելի կուժեղանա կզոնա, բանը կնստի Պուտինը, Նազարբաևը ուրիշ ձևի կնստեն կբնակցեն Հայաստանի հետ, ուրիշ ձևի չեն լակոտի նման բաներ ասի։ Այսինքն նրանց ասելով չէ, մեր ականայդ ներքին ինքնակազմակերպման այս անկատարությունը մեզ գուժում է, որ բանի, այս ինչ բանի է, տղա ջան, 160 միլիոն մահմեդականի մեջ նստել մի քանի հոգով ու
բան է, հնչյություն է խաղում, ով է այդ իրավունքը տվել։ Հա, դրա համար չեմ վստահում, ասում են այ մարդ, այս մարդկանց վստահենք այդ բան են տվել, կարևոր դուռ են տվել պահել, իրանք հելել են, ձեռները տնկել են, պար են գալիս, փոխանակ զենքը պար են կանգնել այդտեղ։ Հիմա ամեն դեպքում ամբողջ ռազմավարական ընթացքով դա կրթության համակարգն է, որ ծայր ռեֆորմելու եւ ամբողջովին ազգային մտածողություն ձևավորող հաստատության վերածելու այդ կառույց պետք է լինի ամբողջովին։ Բովիջան, ես անդադ հակված եմ մտածելու, որ դա եկեղեցին պետք է ինքը մաքրվի եւ ընդհանրապես եկեղեցուն տրվի սերնդի կրթման այդ ամբողջ գործընթացը, որովհետեւ այդ հաստատությունը կոչված է մարդկային արժանինքները ոչ նյութական իրավունքներ։ Դու մի քիչ ես ճիշտ ասած այդքան համաձայն չեմ լինի։ Ասես ասեմ ինչի իհարկե կրթության համակարգը շատ կարևոր է ժամանակին եկեղեցին ինչ-որ դեր խաղացել է կրթության ինչի համար, որովհետև եկեղեցին եղել է ինստիտուտ 3-րդ, 4-րդ դար, 7-րդ դար, հետո մի հատ եկեղեցի չի եղել, տարբեր են եղել, եւ դա եղել է ինֆորմացիոն կարևոր դպրոց է այնտեղ եղել, հետագայում մի քիչ վերափոխվել է, բայց այսօր արդեն ուրիշ է, ինչի է ուրիշ, ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մենք չենք կարող, միշտ դուք ասում եք, տեսեք եկեղեցին դուք նոր ասեցիք, որ այսօրվա դրությամբ եկեղեցին այսպես բան է անում եւ դրա պատճառով մենք կորցնում ենք, ոնց կարելի է վստահել մի կառույցի, որտեղ ինչքան էլ այդ սուրբ կառույցը այնտեղ անձ է, եւ անձը կարող է մի օր շատ սխալ բան անի ու ամբողջ կրթական համակարգը վարի տա։ Չեն կարող մենք ոչ մի անձի վրա կամ մի հատ ինստիտուտի, որ անձն է կառավարում, իսկ եկեղեցին հենց այդ անձն է կառավարում, մի հատ կաթողիկոսը ու ամբողջ անձը կառավարում է, չգիտես ոնց կուզին հենց կմեկնաբանի աստվածաշունչն էլ հետ է այս ձևի։ Չեն կարող հիմնել ուրիշ բան, որ եկեղեցին դեր է խաղում, այսօրվա դրությամբ այդ դերը չի արդարացնում։ Գտնում եմ, որ եկեղեցին մենակ լրիվ այնպիսի դեր է խաղում, նրանց տպավորությունը, որ հրեական հետաքրքրությունների դեր է խաղում, ոչ թե հայկական։ Այս տպավորությունն է։ Ես ոնց տանեմ այդ ամբողջ կրթական համակարգ երեխեքով վստահել իրան, որ հատկապես պատմության մեջ մենք գիտենք, որ քանի անգամ այդպես դեպքեր եղել են, երբ որ եկեղեցին մեկ էլ հանկարծ ուրիշ անձը հայտնվել է եւ տալու ուրիշ հետաքրքրությունների ճանապարհով։ Տեսականորեն շատ լավ է, բայց գործնականորեն պրավալը ապահովված է։ Որտեղ շտամի եկեղեցու վրա կա։ Օվիջան, իմանայի, կրթության վերջնանպատակը մարդուն 3 բան է տալիս կրթությունը։ Դաստիարակություն, գիտելիք եւ զարգացում 3 բաղադրիչ ունի։ Հիմա դաստիարակության մասով հայ մարդը դաստիարակվում է իր սոցիալական միջավայրում, իր ընտանիք, իր հարևան բարեկամ այդ միջավայրում, որը բավականին դեֆորմացված եւ ընդհանրական արժեհամակարգից շեղված է այն ընտանիքը։ Հատկապես ներկա երիտասարդ ընտանիքների մասին ասում։ Այսինքն ընդհանրական դաստիարակություն դպրոցում որպես բաղադրիչ դաստիարակությունը հատված է, որպես գնահատման, որպես արժևորման բաղադրիչ։ Դա կմնացել է 4 գիտություն։ 4 ցամաք։ Չէ, դպրոցում չէ, դպրոցում գիտությունը չկա։ Դա ընդհանրապես երկրորդ խնդիրն է, բայց որ այդ հասկանում եմ ինչ է, հիմա ես խոսում եմ միայն մարդ անձը ձևավորելու այդ ազդակների մասին։ Այդ մարդը, հայ մարդը նոր որ ինչ միջավայրում է ձևավորվում։ Բայց ուր է, որ այդ ձևավորումը ուր է հիմա եկեղեցին այս ձևավորման ընթացքում։ Այդ խաղում, բան, ամինչա, հարսանիք, կնունք։ Ես խոսում եմ դպրոցների մասին։ Դպրոցների, հա։ Ես խոսում եմ սերնդի մասին, մատա, որ մարդը ոգեղեն պետք է մեծանա, այսինքն անհատ պետք է մեծանա, քաղաքացի եւ հայ պետք է մեծանա։ Այսինքն այդ բաղադրիչները չկա, Բովիկ ջան, դպրոցը չունի դա եւ կառավարությունը աշխարհիկ նման բան չի լինում դպրոցի։
այդ վերակ թողել է իր ծնողների իր միջավայրի, ասինքն ես էլ այդ եմ ասում, ավանդույթների ոչ մեկ չի դնում այդ պահանջը, ոչ կառավարությունն է դնում, ոչ եկեղեցին է դնում, ոչ հասարակությունն է դնում, ոչ մեկ չի դնում։ Իսկ խնդիրը տեղա, եթե բանի դրա համար ով գիտելիքա ձեռք բերում թողում գնում է, որովհետև քաղաքացիական բաղադրիչը հանված է մեջից։ Այն արժե բանը այդ էլ հարցի մի կողմ է, բայց կապ չունի, այսինքն բան ընկավ ձեռը եւ այսինքն հայ մեծանալու այսպես էլի գալիս ենք ինչի, հանգում ենք նրան, որ պատմականորեն հայերը ձեռք ենք բերել այնպիսի հասարակական ինստիտուտներով ապրելու մենաշնորհ, որը եզակի է, որ այդ միջավայրում դասական հայ մարդ է մեծանում, ձևավորվում։ Հիմա ով ինչ կասի, բայց Սովետ միության ժամանակ այդ մեր ազգային ինստիտուտները հստակ խոր գործում էին։ Պատական չէ, այդքան մեծ անհատականությունների ծնունդ այդ ժամանակահատվածում, այդ 74 տարվա ընթացքում։ Պատական չի, որովհետև պայման էր ստեղծվել, որ սոցիումի այնպիսի ինստիտուտներ են գործում, որ կամա հայ մարդը ընդհանրական մտածողությամբ էր մեծանում, այսինքն ազգային մտածողությամբ։ Արդյունքում երբ պատերազմը հաղթեցին, դա ուսուցիչները հաղթեցին, աստորեն, իրենց կրթած սերնդով։ Հիմա դրա փոխարեն մտցված է բան, փողի պաշտամունք, եւ բոլոր մեխանիզմները փոշիացված են, որ մարդուն ընդհանրական մարդ են ձևավորում։ Դա մնացել է պատահականությունների շարք, ով իր երեխուն, ասենք, իր հայեցողությամբ կմտածի ոնց ձևավորի, դրա համար այսքան ավանդներ, հազարավոր մարդիկ ավանդավոր են դառնում, ինչու՞։ Որովհետև հայության այդ դրոշը կորցրած, այդ մաղումները կորցրած, մարդ չի հասկանում արժեքները որտեղ են։ Հայը չգիտի, որ ինքը հայ է, իրեն չի հիշեցնում, իսկ ամեն սերունդ պետք է զրոյից սովորի ինչ է հայը, ով է հայը։ Սա չի արվում։ Եվ դրան է գումարած, ասենք, այն արժեհամակարգը, որով ապրել ենք եւ ապրում ենք, սա փոշիացվել է, փոշիացում է, եւ մենք հեշտ թողել ենք, եւ մի քանի արկածախնդիր մարդ, որոնք այս ամեն ինչից փող շահ ունեն, փողի տեսք ուղղակի, իրենք անմեղսունակ են, չեն էլ հասկանում ինչ են փչացնում։ Այ լավ ասեցի, անմեղսունակ են, հետո իրանց բերանով էլ ասում են, որ անմեղսունակ են, ասում են, բան մենք նեղավոր ենք, ապա գիտեն, որ անմեղսունակ են։ Հիմա այս պայմաններում հողիջան բեր մի լսարան դաշտ պատրաստենք, խոսենք, փորձենք բանը այդ արժեքները ձևակերպել ու տեսնենք ինչի տեր ենք եւ ինչ ենք կորցնում, այդ սա վտանգ։ Այլապես sense այս սերունդը մեղք է, գիտես, երիտասարդությունը կանգնում աչքերիս ասում է, պարոն Բեկտաշյան, ինչ անենք։ Լռում եմ։ Գնում ենք, լռում եմ։ Չեմ կարող բան ասեմ մարդու։ Իմ փիլիսոփայությունը չի, հիմնավորված չի արդեն, չի բավարարում։ Հայրենիք հասկացությունը դա կենթանի վիճակ է։ Այդ կենթանի հայրենիք վիճակ եւ որ սպանած է, ես ինչ է ցույց տամ։ Եվ դրան է գումարած, որ այդ մարդը բանի իմ ընկերներից մեկը եկել էր տեսության, եկավ մտավ, պատտվեց, նայեց աշխարհը, Շուշին, ման, ասեց լսի, դու ստեղ ինչ որ բան կա, որ ես չեմ տեսնում, թե դու քեզ համար ինչ որ ցանկալի աշխարհ ես կառուցում, հասկանում ես։ Ու թողեց գնաց էլի։ Լուրջ մարդ, միջոցների տեր եւ այլ եւ այլ, ու պատերազմային ընկերներից էլի։ Թողեց գնաց, չեմ կարող, ասի դե իմ բաներ կա, որ իրոք ես տեսնում եմ, որ դա անկարժեքներ են, ինքը չի տեսնում, որովհետեւ ինքը շատ ռեալ է ապրում։ Կոնկրետ, նյութական աշխարհում նորմալ էլ մարդ է։ Չես կարող մեղադրես, որը ինչու ասենք ցանկությունները չի գերազանցում իրականությանը իր մոտ։
Այսինքն այս բավականին լուրջ խնդրի առաջ են կանգնել, հետո կատարումը հետևյալը։ Մեր ընկերս ինչ էր պատմում, ասման հայրս իր հայրը Նայիրիտում էր աշխատում, մի օր տուն գալուց ճանապարհին այդ Նայիրիտի այդ արտադրամասից մեկի մեջ անցնելուց նայում է ժանգոտող խողովակ, ներժավեյկա, տրուբա։ Սղոց առնում երկու ծայրից կտրում բերում ատուն, ասում է տանը պետք կգա էլի, նայում ես։ Դու միացա սարսափելի թույներ են հոսում դրանով, ահռելի հաջորդ օրը մարդիկ թունավորվում են եւ այլ եւ այլ։ Հիմա մեր չինովնիկները այդ ընկերոջ հոր նման են։ Այդ ահռելի այդ համակարգը չեն տեսնում, կարևոր է մի կտոր բանը գոհանալը տանել կարող է պետք է, էլի հասկանում ես։ Եվ հետո ասենք օրինակ բերեցեր Ֆրանսիային։ Հիմա նա ես ինչու եմ մեղադրում մերոնց եւ ինձ եւ քեզ եւ մեզ։ Մենք պատրաստի ստացել ենք օրենքների փաթեթ պատրաստի եւ դրել ենք դարակում ու Հայաստանում ամենաանպաշտպանը մարդը չի, օրենքն է։ Մարդելի գլխի ճարը տեսնում է, այդ օրենքը մեռած է, անպաշտպան է եւ որովհետեւ այդ օր գրած օրենքները բոլորը արյունով են գրված։ Ֆրանսիայի ժողովրդի, ասա Գերմանիայի, Իտալիայի, այսինքն մարդկանց արյունով այդ կյանքը կարգավորող այդ օրենքի տողերը գրվել են Հովիկ ջան։ Եվ այդ ամբողջից հետո պատրաստի տվել են մեզ։ Մենք չենք վաստակել, էլի, մենք չենք ստեղծել այդ ամեն ինչ։ Ասել են տղեր, գայ մենք տարապանքով, սերունդների արյունով, բանով, բայց հասել ենք սրան, բերեք ապրեք այդպես եւ ներկայացրել են մեզ, մենք էլ շատ լավ շնորհակալ ենք դրել ենք դարակի մեջ, դարակում պահել ենք, այսինքն կարևորում է թե այդ ինչ հատրված եւ ինչքան արյուն կա, այդքան ասենք օրենքների այդ համակարգով ապրելու այդ հասարակական կարգին գալու համար ինչքան հեղափոխություններ ու մարդկային կյանքեր նվիրում տրվել, դա չենք պատկերացնում։ Ձրի տվել են, ձրի դեն են գցում, էլի, հովի։ Համաձայն չես սրան։ Նման չի։ Ձրի տենց է, որ ձրի են տալիս, բանի պետք չի անպայման թանգնով վաճառի։ Հա, երևի թե։ Այո։ Թանգանով վաճառեն, որ նոր գիտակցենք, պատկերացենք այս ինչա եւ բանի եւ նույն Ֆրանսիայի ժողովուրդը կարա մեղադրի մեզ, այսինքն ապաշնոր մարդիկ եք, մեր համար է սա թանկ սրբության աշամբանը, նույն գերմանացու համար օրինակ բերեցիր։ Գերմանացու համար ընտանեկան արժեքներով ապրելը դա իրենց վերը ամեն ինչից, այդ պաշտամունքը իրենց մոտ։ Մեր մոտ այդ հնական արժեքները խախտելը դա մեկ կարգին տղայություն է։ Բայց ստեղ պետք է նաև այդ բաններ հաշվի առնել, որ նախ առաջինը շատ անգամ այդ ամբողջ հարստությունը ինֆորմացիան ընթացական արժեքների չէ տեղ հասնում։ Այսինքն պետք է որպեսզի մենք գտնենք շատ անգամ մենք գնում ենք պեղումներ ենք անում եւ պահած գտնում ենք այդ արժեքները, որոնք ոնց որ ինչ որ մեկը պահել է, պահտվածել է։ Եվ տեսեք հիմա օրինակ ասեմ, դուք ասեցիք Չինաստանում խորհրդականներից, որի մասին չինացիները սովորում են, բայց հայերը դրանց մասին չգիտեն։ Հայերը չգիտեն նույնիսկ իրանց արևմտյան Հայաստանի մասին ինֆորմացիան գրականությունը շատ չնչին է հասնում դեռ։ 19-րդ դարից հետո գրականությունը 20-րդ դարից հետո հասնում ամբողջովին, սա ինֆորմացիա դրա համար եմ ասում գրականությունը, որովհետև գրականությունը մենք գիտենք բայց կա նաև ավելի խորը գրականություն, հեսա կխոսանք դրա մասին։ Մի քանի հեղինակներ, որոնք ուզած հնարավոր չի դրանց չտեսնելը, դրանց գրվածները Վարուժան, Սևակ եւ այլն իմանում ենք, սակայն չենք իմանում հսկայական չափով այդ հսկայական ամբողջ ցիվիլիզացիայի մասին ինֆորմացիան։ Եվ գրականությունը, եւ որ թատրոնագործությունը ոչ մեկ չի ասում, որ 18-րդ դարում թատրոնագործությունը մեր համար 22 թվականին է թատրոնը ստեղծվել Երևանում,
բայց չեն ասում, որ մինչև այդ հայկական թատրոնը եղել, գրականություն ա եղել, դրա մասին ինֆորմացիա չկա, լուրջ գիտնականներ են եղել, ինժեներներ են եղել, բան են եղել, տարբեր տեղեր, այդ ինֆորմացիան կորած է եւ բժիշկներ ա եղել, բժշկություն ա եղել ավելի հին ժամանակահատվածում եւ հանկարծ գնում է Սիրիա, հիմիկվա մինչև պատերազմը տարբեր տեղերի, ինչպես են ասում, այդ գիտական գործակալները գալիս են Սիրիայից բժշկության հայերեն լեզվով, որտեղ դա Կիլիկյան է եղել, հայերեն լեզվով գրքերից կոպիաներ են անում, տանում են եւ ֆարմացևտիչկի դեղագիտական ինդուստրիա են անում, դեղ են ստեղծում, վաճառում են եւ 12-րդ դարում, 13-րդ դարում, 9-րդ դարում դրանք եղել են հայերեն լեզվով, մենք չգիտենք ինչ կա, նույնիսկ հələ հարցը թե ուսումնասիրվել հələ մեծ չեն կարասել մեծ բանում մատենադարանում բացի մի քանի գրքից որ դեմ է տված ուրիշ ինֆորմացիա չունենք մատենադարանում բանը գնա Մխիթարյանների մոտ հսկայական գրադարան է հսկայական դες ամերիկացիները արդեն Մխիթարյանների ամբողջ գրադարանը ունեն մենք չունենք դրանք հայկական գրադարաններ են եւ դրա մեջ է այդ ամբողջ դեր ասած ոգևորներ, գիտություններ, դու այդ ինֆորմացիան չունենք մենք մեր ինֆորմացիան սկսվում է 3 չառաջորվանից մեզ չեն տալիս ավելի ինֆորմացիա 3 չառաջորվանից պլյուս սահմանափակ ոնց մատուցված է նենց պետք է ուտենք դա այտենց ամբողջ խնդիրը այտենց է եւ հանկարծ որ դու ասում ես հարց ես տալիս քեզ ասում են այտենց մի հատ անեկդոտ կա չէ որ ասում են ագիտ պարապմունքներ են անում ագիտ պարապմունքները գիտեք գյուղերում կոմունիստական բաներ դուսավորում էին անեկդոտ կա ագիտ պարապմունքների ասում են գնում են Լենինից է խոսում ասում է Վլադիմիր Ուլյանովի Լենինը եւ այլը այսպես ասում է փորձերը ցույց են տվել որ Վլադիմիր Ուլյանով Լենինը հենց այնպես մարդ չի եղել իրակ ուղեղի կառուցվածքը կարծում դե բան է եղել եւ փորձերի բանն է մի հատ գանգ անում ասում է Վլադիմիր Ուլյանով Լենինի գլուխը 17 տարեկանում է այսպես է փորձերը ցույց են տվել որ 30 տարեկանում այսպես է եւ այլը այդպես գնում է հերթով մեկը ձերը բացում ասում է այդքանի է Վլադիմիր Ուլյանովն է եղել որ այդքան գանգ է անել մի հատ գանգ չէ պետք է լինի այդքան ոնց է ասում է դու որտեղից ես ասում է Երևանից եմ ասում է ապեզի քո համար չի գնա բանից զալից այս ինֆորմացիան քո համար չի այս ագիտ պարապմունքը այս մարդկանց համար է ճոբանների որ եկել լսում են հիմա նույն վիճակում մենք ընդհանուր ինֆորմացիոն դաշտում հետո ասում ես բա հարց ես տալի ասում են դեսի քո համար չի գնաս տեղից էսի հայերի համար է եւ էդի անում են կրթության բաժինները եկեղեցին հեռուստատեսությունը իսկական ինֆորմացիան փակած անպետք ինֆորմացիան լցրած միացու ինչքան ուզում ես սերիալ նայի այն ինչ սերիալ որ բան է էլի որ բոլորը չեն սիրում բայց բան չկա ուրիշ նայելու միացա այտենց շոուներ նայի հա գիտական հաղորդումներ ունենք անդադ նույն բանն են ասում որ անգիր արդեն գիտես եղավ հիմա ձեր կոչի վրա մեր բարտը գիտեք ինչով է բերել այս ինտերնետի դարն է դրանով մեր բարտը Համավիտ եմ, Հովիկ ջան, այդ շատ մեծ արժեք է, իհարկե, բացառիկ արժեք է, բացառիկ, եւ հիմա եթե սա չօգտագործենք, ի վերջո համախոհներ հաստատ կան ու շատ կան, հաստատ, եւ իսկ ազդման միջոցներ գտնելու ենք, հետեւյալն է, ձևակերպելու ենք խնդիրը, ձևակերպելու ենք մեր արժեհամակարգը եւ հենց եթերից տեղից ներկայացնելու ենք աշխարհի մեծերին, իրենք բոլորը փնտրում են, հեսա, բոլորը։ Եվ պարտադիր չի այնտեղ աթոռի վրա թող նստած մնան, չիր դառնան, չորանան տենց։ Ստեղից սկսելու ենք կարգավորել այդ հարաբերությունները։ Այսինքն այդ համացանցային նորությունը տալիս է
եւ կարող ենք ամբողջ աշխարհի ընթացքին միջամտել, ոչ միայն միջամտել, եւ իրոք կարեւոր բաներ պետք է, այլապես բանի այս արյան առաջը չի կանգնելու, մարդկությունը կոտորվելու է նորից։ Եվ որ այդ ելքը տրված է եւ մենք մեղքի տակ ենք, եթե դա չանենք, Հովիկ ջան, մենք։ Իհարկե հասկանալով, որ ինֆորմացիան շատ ուժեղ է եւ բանի դոմինոյի էֆեկտ ունի։ Եվ եթե դրա մասին խոսում են, մյուսները լսում են, նույնպես խոսում են եւ իր էֆեկտը տալիս է, գալիս է դա, որտեղ սկզբից ինչպես ասում եք, ինչպես ասվում է Աստվածաշնչի մեջ, դուք լավ տեղեկ եք, սկզբից եղավ խոսքը, չէ՞, այսպես ես բանը ճիշտ ասած մենք Հեսա պետք է ասենք, որովհետև կարևոր է, հենց այնպես չի գնա, սկզբից եղավ խոսքը, որովհետև խոսքը ուժ ունի։ Եվ դրա համար էլ մենք սրա մասին անպայման խոսում ենք։ Այս էլ մեջբերում Աստվածաշնչից, այսպես։ Լավ, ուրեմն եկեք այս բանի վրա, այս նոտայի վրա բան անենք, այս հաղորդումը սահմանափակենք, որովհետև երկու սերիա եղավ, անցնենք հաջորդ թեմաների, թեմաները շատ են, անպայման եւ սպասենք մեր նոր մասնակիցներին, որ միանան մեզ, հաշվի առնելով, որ թեմաները այնքան հետաքրքիր նոր թեմաներ կա, որ անպայման զրուցելու ենք, բան ենք անելու, քննարկելու ենք եւ գործողություններ ենք անելու միասին շուտով սեպտեմբերից արդեն կտեսնեն մեր ունկնդիրները նոր գործեր անպայման, ուրեմն մնանք իրար հետ եւ միացեք մեզ, շնորհակալություն կապի համար, Սամվել, որ եթե բան ես ասելու Աստված պահի քեզ էլ, մեզ էլ, հայերիս էլ, նախ հայերիս, հետո բոլորին Հովիկ ջան Ինչ հանդիպում եք,